Սահմանն այսօր անցնում ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ համապետական արդեն ընտրություններին, այսպես ասենք, նախորդող նույն Գյումրիի Հանրապետության երկրորդ քաղաքի ընտրությունները որոշակիորեն, այսպես ասած, լինելու են չափելի ցուցիչ, թե ինչպիսի պատկեր կարող է լինել արդեն մի տարի հետո։ Դժվար է ասել, բայց Գյումրիում ընտրությունները հավակնում են լինել այդպիսին, այո։ Այո, դա այդպես է։ Եվ քաղաքական ուժերը մեծ ովքեր մասնակցում են այս ընտրություններին, այո, մեծ նշանակություն են տալիս դրան հենց այդ տրամաբանության մեջ, ինչը բնական է, որովհետև համապետական ընտրություններին մնում է տարի 3 ամիս։ Եվ ընդհանրապես Հայաստանում տեսնում եք ցանկացած ներքաղաքական շարժ կամա թե ակամա իր մեջ արդեն կրում է նախընտրական տրամաբանություն։ Իսկ ռուսական ներկայություն լինելու է այդ։ Ռուսական ներկայությունը Հայաստանում շարունակվում է եւ դա գաղտնիք չէ։ Շարունակվում է իրենց ազդեցության, առնվազն ազդեցության գործակալների ակտիվ ներգրավմամբ մամուլում, քաղաքականության մեջ, տնտեսության մեջ եւ պետությունը թվում է, թե նաև կա ուղղակի ուժային ներկայություն, հենց որի, այսպես ասենք, կենտրոնական օղակներից մեկն է Գյումրիում 102-րդ այդ կրիմինալ ռազմաբազը, մարդակերների եւ Հայաստանի իշխանությունները կարծեք թե այսպես հստակ խնդիր չեն դրել ձերբազատվելու այդ աղբից, այդ ժանտախտից։ Իսկ մենք այդ խնդիրը դնում ենք, այո, որովհետև հայ-ռուսական բարեկամություն կոչված այս թյուրիմացությունը, հա, սա միայն հայ ժողովրդի հաշվին է, ռուսական կայսրության բեսպրեդելի շարունակականության մասին է սա։ Այո, մենք դա պետք է վերջ տանք եւ վերջ ենք տալու։ Մենք այլևս չենք վիճում դրա մասին։ Մենք կարող ենք բանավիճել, թե դա ինչպես, ինչ հերթականությամբ, այո, հնարավոր շոկերի մինիմիզացման տրամաբանության մեջ, այո, ցնցումներից հնարավորինս խուսափելով, բայց անշեղորեն, այո, մենք հենց հանդես ենք գալիս այդ դիրքերից, այո, ռուսական ներկայություն Հայաստանում ոչ միայն պետք չէ, այլև դա ուղղակի վարակ է Հայաստանի պետական եւ հասարակական մարմնի վրա։ Պարոն Մեհրաբյան, կարծես թե նույն բանը վարչապետը եւ իշխող ուժը փորձում են անել Գյումրիում սպասվող արտահերթ ընտրությունների մասով։ Կիրակի օրը վարչապետը Գյումրիում էր եւ նրա ելույթը բավականին հարցեր առաջացրեց եւ նա խոսում է, որ 300-ից 350 միլիոն դոլար ապօրինի գույք է մասնակցում այս ընտրություններին, ասում է Միշիկը, Սերժիկը, Ռոբերտը, Վարդանիկը եւ այլն։ Իր կուսակիցները անվանում են այս մարդկանց քրեական տարեր, թալանչիներ եւ նման բաներ եւ այդտեղ մի հարց հիշում է Գյումրիում այս անձանց, ովքեր մասնակցում են արտահերթ ընտրություններին, այդ ընտրություններին մասնակցում է օրինակ նույն Եվրադաշինքը, բայց վարչապետը կարծեք թե հրապարակայնորեն իր օպոնենտ, իր թիմի օպոնենտ Գյումրու ընտրություններին կարգում է Հայաստանի անցյալին, իրենց բառերով ասած թալանչի եւ քրեածին անցյալին։ Ինչու՞։ Հենց մենք մինչև հիմա մեր զրույցի սկզբից հենց դրա մասին ենք խոսում։ Մեկ եւ երկրորդը օպոնենտ չեն կարգում, օպոնենտ դառնում են։ Այո, մենք դարձել ենք օպոնենտ այդ հարցում։
որովհետև մեզ հետաքրքիր չի ով է գող, կատու կամ քյաչալ շուն։ Ու երբ որ այդ որակումներից հետո որևէ հետևանք չի լինում։ Ու մանավանդ երբ այդ որակումները իրենց մեջ հանցակազմ են պարունակում, իսկ հանցագործությունը պետք է լինի պատժելի, անխուսափելիորեն։ Իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա սա խոսակցություն է ոչ մի բանի մասին։ Եվ երկրորդը, այո, մենք հենց մասնակցում ենք Եվրադաշինքով այս ընտրություններին, որպեսզի Գյումրին դառնա մի քաղաք, որը կառավարվում է հենվելով եվրոպական ստանդարտների եւ եվրոպական պրակտիկաների վրա։ Իսկ ինչ վերաբերվում է արդեն այն տարերին, ովքեր եկել են մխտռելու ընտրությունները, այդ տարերի հետ հարցը իրավական է եւ չի կարող դառնալ ընտրարշավի ժամանակ քննարկման առարկա, իմաստ չունի որովհետեւ։ Իմաստ չունի։ Եվ պարոն վարչապետը կարծում եմ այս բաները պետք է հաշվի առնել։ Մեկ եւ երկրորդը, մենք ունենք այնտեղ գործող իշխանություն եւ այո 18 թվականից հետո Գյումրի մտել է այնքան փող, ինչքան չի եղել ոչ մի իշխանության օրոք։ Եվ այո, սա Հայաստանի կառավարության, այսպես ասենք, այն դրականն է, որը չի կարելի շղթել նաև։ Սակայն այդ ամենի տակ բացակայում է ռազմավարական տեսլականը։ Ռազմավարական տեսլականը բացակայում է։ Կառավարման նոր պրակտիկաներ չեն ներմուծվել։ Եվ առաջարկված այս բաներով, երբ որ հաջողությունը հաշվում են քառակուսի մետրերով, կիլոգրամներով, չգիտեմ էլ ինչերով, դա չի չափանիշ։ Դրանք որակական չափանիշներ չեն։ Մեկ եւ երկրորդը, տեղական, եկեք մեկ ընդմիշտ ֆիքսենք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւս քաղաքական են, սա քաղաքականություն է, որովհետեւ խոսք է գնում բյուջեի բաշխման մասին։ Բյուջեի բաշխում ըստ առաջնահերթությունների։ Որն են առաջնահերթությունները, ահա դա քաղաքականություն է։ Այլ ոչ թե տեղական ինքնակառավարումը դա երկելու մասին է, քաղաքացիներին ծաղիկ բաժանելու մասին է, կամ, չգիտեմ, գազոն խուզելու կամ ասֆալտ փռելու մասին է։ Այո, արդյունքում, այո, գազոնները պետք է խուզվեն, ասֆալտն էլ փռվի։ Արդյունքում, այո, բայց այդ ամենի հետևում պետք է լինի կառավարման համակարգ։ Պետք է լինի եվրոպական ստանդարտներով գործող տրանսպորտային համակարգ։ Պետք է այդ փողոցային շների հարց լուծվի ի վերջո։ Հանրապետության երկրորդ քաղաքն է։ Աղբահանության եւ աղբի վերամշակման հարց լուծվի։ Այո, էկոլոգիական ստանդարտներ ներդրվեն։ Այո, երթևեկությունը կարգավորվի համաձայն միջազգային ստանդարտների եւ այլն։ Կոմունալ ծառայությունները իրենց աշխատանքը կատարեն ըստ այդմ։ Այո, մենք գալիս ենք այդ եվրոպական փորձը ներդնելու մեր սիրելի Գյումրիում։ Առայժմ Գյումրիում միայն։ Մենք հայտ ենք ներկայացրել ըստ այդմ։ Իսկ բնականաբար կրիմինալ տարրերը, նախկին իշխանության մնացուկները, նախկին իշխանության չէ, նախկին կրիմինալ դիկտատուրայի մնացուկները, ովքեր այո ունեցվածքային խնդիրներ ունեն համաձայն Հայաստանի օրենսդրության, նրանք անելիք չունեն քաղաքական կյանքում, ես սրա մասին բազմիցս եմ խոսել, թե ինչու, որովհետև
Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասի է վերածվում այս ամենը։ Իսկ եթե այդ պատերազմը տեղի է ունենում Հայաստանի հանրության դեմ, իսկ նրանք հակառակ կողմում են, ապա մենք հարց եմ տալիս հռետորական, ապա ինչ, սա իշխանության թողտվությամբ է արվում, ես չգիտեմ, բայց կներեք, կարող են հարցեր առաջանալ, որովհետև 7-րդ տարվա ընթացքում այս հարցերը դեռ չպետք է մնան անպատասխան, իսկ այդ տարրերը լինեն ձեր օպոնենտները, հա։ Լավ, ասենք այդ մարդիկ էին չկային, ուրեմն ձեր ընտրություններին մասնակցել էլ իմաստից զրկվում, հա, ճիշտ եմ հասկանում։ Ես չգիտեմ, բայց նայելով ձեր ելույթները ես ոնց որ միայն դա եմ հասկանում։ Թե չգիտեմ, Պողոսը ինչքան վատ մարդ է, հա, հասկացանք։ Նորություն։ Պետրոսը ինչ վատ մարդ է, չգիտեմ, Մարտիրոսը ընդհանրապես մարդ չի, լավ հասկացանք, ուրիշ դրանով քաղաք է կառավարվում։ Մենք ունենք կառավարման խնդիր այսօր, կառավարման որակի խնդիր։ Մենք ունենք ռեֆորմների խնդիր, ռեֆորմների տեմպի խնդիր, որովհետև ռեֆորմը վերցնում եք, գցում եք ոտներիդ։ Ոչ այս կողմն եք, ոչ այն կողմը։ Մարդ ձեզ լսում բան չի հասկանում։ Դուք ինչ եք ուզում։ Այնպեսի տպավորություն է, որ եւ ես չգիտեմ դու ինչ ես, երբ դու չգիտես դու ինչ ես ուզում, ես ինչ իմանամ դու ինչ ես ուզում, հա? Մոտավորապես։ Եվ այլն։ Հետո վերջում էլ արդյունքները քառակուսի մետր։ Դե լավ էլի։ Պարոն Մեհրաբյան, երբ իշխանությունը օրինակ նույն Գյումրիում, հա, էլի նախկին ներկա այս տրամաբանությամբ է փորձում զարգացնել քաղաքական, գաղափարական, այսպես ասենք, բանավեճը, եթե կարելի է դրան այդպես իհարկե որակել, հակառակ կողմը ընդունում է դա եւ իշխանությանը օրինակ մեղադրում թրքահապատակ լինելու, իրենց նպատակը համարում, որ իդեպ տարբեր ուժերի ներկայացուցիչներ իրենց նպատակը համարում, որ այս թուրք իշխանությանը պետք է հեռացնել, այս իշխանությունն էլ ասում է դուք թալանչի եւ քրեածին տարեր եք եւ այլն, ո՞նց է կառուցվելու, ինչպես է կառուցվելու քաղաքական գաղափարական բանավեճը, այդ ձեր ասածը Գյումրին ժամանակակից մոտեցումներով, լուծումներով, պատկերացումներով, ծրագրերով, տեխնոլոգիաներով, մեթոդաբանությամբ, ժամանակակից քաղաքի կոնցեպտը որտեղ է քննարկվելու, որտեղ է դառնալու քաղաքականություն, ծրագիր, ում հետ է բանալու։ Վախենամ ձեր հարցը հռետորական է, որովհետև իր մեջ նաև պարունակում է այդ հարցի պատասխանը, որ այդ տեղը ոնց որ թե տեղ չի մնում դրան, եթե խոսակցությունը գնա սրա մասին։ Էլի կրկնեմ, եթե թալանչի է, եթե կրիմինալ է, եթե ուզուրպատոր է, եթե ընտրակեղծարար է, եթե վրան էլ 350 միլիոն դոլարի գույքի հարց կա, վերցրեք բռնագրավեք այդ գույքը մեկ, պետռեգիստրով փակեք այդ քաղաքական ուժերը, հանեք այդ տեխնացուներին ընտրություններից եւ հարցը վերջանա, եկել ումից չեք ուզում։ Դա ես կարող եմ ասել, էսովա, էնովա, էս սենսնա, են նենսնա, որովհետև իմ ձեռքում կանիք չկա, որովհետև ես քաղաքական մեծամասնություն պարլամենտում չունեմ, որ համապատասխան օրենք ընդունեմ։ Ինչպես դասականն էր ասում, չաքուժն էլ է ձեր ձեռը, մեղն էլ նալն էլ։ Նալը դրեք, նալեք։ Ոնց, դե ոնց ուզում եք։ Բայց դուք մի արեք են ինչ որ ես պետք է անեմ։ Ես պետք է բողոքեմ, գանգատվեմ, ասեմ, սա ով է, նա ով է, հարցեր տամ։